Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Չեմ կարող հավատամ, որ տենց բան է հայտարարել։ Ինչ ասել, ասել է դպրոց են կառուցում, որովհետև անուղեղ է, հա? Չի կարա տենց բան։ Այդ բառացի մեջ վերում է։ Ես կներեք նույնիսկ ձեր պարագայում Տիկին Բաղդասարյանի միջև անձամ չկարդամ, չեմ մեկնաբանել։ Ոնց կարա տենց հայտարարություն։ Չէ, ասում է, որ դատարկում է սահմանամերձ համայնքները, գյուղերը։ Միջև եթե հարկ համարեմ, կարդամ, այն անգամ հիշում եք։ Այդ սունկետ կապված պատմություն է, ինչ պատմություն էր, հələ լավ։ Իմիջայլոց։ Այո, հայցը, հա? Չէ, տենց բան չասեցի, ասացի, որ առանց հարկատրանք ինքը արի։ Բայց լսեք, ժողովուրդ, բայց ոնց կա, այո, ներկայացրել եմ։ Ոնց կարա, տենց հայտարարություն ոնց կարելի անել, ասենք դա լուրջ մարդու հայտարարություն, հա։ Հա? Դες ասացի բառիս իրավական իմաստով եւ հազար ներողություն, այո, բայց հետո պարզվեց, որ այդ ասուլիսի ընթացքում լրագրողն էլ փաստորեն իմ հայտարարություն իր ասուլիս փաստորեն շարունակվելի սա եղել։ Լրագրողը ասել է, որ ես հայտարարել եմ, որ դատի եմ տալու, եւ ինքը միանգամից ասել է, վայ, սկզբից ասում է, ձեզ մի գաղտնիք ասեմ։ Ուրեմն ասում հետո ասում է, ես ոչ չեմ ասում 100%, ու այդ մարդը եկել է Հայաստանում ուզում է քաղաքականություն անի։ Ասենք կես ժամից ինքն էլ ասում է, ես ուժեղ եմ։ Մի հատ կես վերան ասում ես դատ եմ տալու, սունկ եմ կերցնելու, ոտները թուլանում է, ձեռները բարձրացնում, ասում է, վայ, ես չէ, տենց չեմ ասել, ուրիշ ձև եմ ասել։ Դե դրա համար ասում եմ, խոսալուց առաջ մտածեք էլ, կամ ընդհանրապես որևէ բան անելուց առաջ մտածեք։ Վարչապետ նորենի լսեցի, ասել եմ, որովհետև ուղեղ չունեմ։ Դե չեմ կարա, ես հավատամ տենց բան։ Այսինքն իր անձամբ ուղի խոսքը լսեցի։ Այո, խոսքը հենց նոր լսեցի։ Մի սադրեք, ինչ չեմ մեկնաբանի, միջև։ Դե եթե տենց բան ասել է, ինչ մեկնաբանեմ, եթե տենց բան է, ու մարդկանց հասանելի է։ Այո։ Դե ես կարծում եմ իրանք շատ մեծ տեմպերով գնում են իրոք ազգային ժողով մտնելու համար անհրաժեշտ չեմը չհաղթահարելու ճանապարհով։ Գնում են շատ հետևական նպատակամղված գնում են։ Եվ ես խնդիր էլի ասում եմ, մարդկանց հետ խոսալիս էլ եմ ասում, որ պետք է ես խնդրում եմ եւ կոչ եմ անում, որ մենք դա ձևակերպենք որպես համաժողովրդական խնդիր, որ ԲՀԿ բանը, ուժեղ Հայաստանը եւ Հայաստան դաշինքը խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ շեմը չհաղթահարեն։ Ես խնդրում եմ քաղաքացիներին ուշադիր լինել այս խնդիրը լուծելու համար։ Եվ ես դա էլ եմ շատ իրատեսական։ Բայց ես հələ դա հետ կապված մեկնաբանություն չեմ անում, որովհետև գուցե ինչ-որ մի բան սխալ եք դուք։ Ես եթե հարկ լինի անձամբ կլսեմ եւ եթե համարեմ, որ մեկնաբանելու բան կա, անձամբ կմեկնաբանեմ ոչ ձևաչափ։ Շնորհակալություն Free News հաջորդ։ Այսինքն դպրոց են կառուցում, որովհետև անուղեղ են, հա։ Դպրոց եւ ասֆալտան, որովհետև անուղեղ են, դուք ցույց եք տալիս դա եւ Free News։ Պարոն վարչապետ, Մարտիրոսյանը Ազովը Հայաստանի Հանրապետության առաջնորդի ցանկությունը հայտարարի որոշում 52 տարի կազմակերպել եւ որևէ կերպ որոշություն ստանալու համար գնանք գործի նախարարությունը միացել է նախարարությունից վերնացի խոսալու Հələ մի հատ եկեք նախ նգնեն այդ հայտարարությունը հերքել, բայց հələ եկեք հասկանանք, եթե օրինակ պարզվեր, որ Կոտայքի մարզի մասին 52 բարեկ կա, որ իր այդ առնչություն ունի։ Եկեք, հա? Բարեկների հարազատներ ասում։
Մեկի աները, մեկի հայրը։ Լսեք, ասենք օրինակ իր տղան այդ բանից հետո ո՞նց է փախել Հայաստանից։ Ո՞նց է փախել Հայաստանից։ Այդ թվում իրան օգնել են, որ փախել են, դրա համար եմ ասում, որ մենք մաֆիայի դեմ ենք կռիվ տալիս։ Իհարկե մենք մի մասին էլի է նախկինում դեպք ա եղել։ Դեպքեր եղել են, որ օգնել իրավապահ համակարգում ենք կան նաև, այսինքն եթե պարզվի որ 52 պարեկ առնչություն ունի, դա պետք է ասենք հա դե ոչինչ։ Որտեղ իրանք ըստ էության ռիսկի կոնտինգենտ են։ Բա ոստիկան բա էտել է կոռուպցիա, ինձ մոտ հարց կառաջանա, այդ ոնց է, ես օրինակ 52 մարդ կա բարեկային ծառայություն, որ ինձ հետ առնչություն ունի։ Բացառում եմ, այդ ոնց հանրապետության վարչապետ այդ 52 հոգի առնչություն ունեցող չկա, բայց ասենք օլիգարխի նախկին բելարուսցի հետ առնչություն ունեցող մարդ կարա լինի, դա նորմալ է, բայց եթե լինի իհարկե պետք է ազատվեն աշխատանքից։ Եթե ես իմանամ, որ այդպիսի բան կա ու չեն հանել գործից, նավ չի հանել գործից, ես իրան կհանեմ գործից։ Բա ոնց է փախել Ծառուկյանի տղեն կրակոցներ արձակելուց հետո Հայաստանից, այդ հարցը պետք է պարզաբանվի, թե չէ։ Եվ երբեմն հետաքննություն կարող անես տարիներով բանը լինի։ Շտև է հետաքննություն։ Պետք է պատասխանատու, տենց դեպք եղավ, պետքա նրանք ովքեր իբնե պետքա կանխարգել էին դա չեն արել, պետքա հանվեն գործից եւ հանվել են գործից։ Բայց եմ ասում, այսինքն այդ ինչ։ Մի հատ էլ մտքով անցնում է, որ կարա իր այդ առնչություն ունեցող 52 բարեկը լինի, ասում եմ հանրապետության ոստիկանությունում ինձ հետ 52 հոգի մարդ կա առնչություն ունեցող, բացառում է։ Բայց երկրի վարչապետի հետ 52 հոգի առնչություն ունեցող մարդ պետք է չլինի, իր հետ առնչություն ունեցող մարդ պետք է լինի, եթե լինի, ես հրահանգել եմ բոլորին հանել, այսինքն եթե հանկարծ չհանեն, նա ով պետք է հաներ ու չի հանել, ես իրան կհանեմ գործից, եւ նախկինում այդպիսի դեպքեր եղել են, բայց ձեզ թվում է, որ բանը այդ նույն Կալուգացին եւ Բելարուսին, այո, այդ թվում շոշափուկներ ունեցել են եւ ունեն իրավապահ համակարգում։ Եվ հատ կտրելով գալիս են, կտրում, չի պրծնում, որովհետեւ 20 տարի, 20 քանի տարի կոռուպցիոն համակարգը գործել է։ Մեկի վրա կամպրոմատ ունեն, մեկին կաշկանդելու բան ունեն եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ այդպես դատա իրավական համակարգով գնում են, թե ինչ խնդիր ուզում են լուծում են։ Ոչ մեկ չի ասում, ես ո՞նց եղավ։ Ես ինչ պատահեց, բայց դրա պատասխանի ժամանակն էլ աղալու։ Ես դրա համար եմ ասում, ժողովրդին ասում եմ, որ մենք 18 թվից պայմանական 23 գլխանի դևի հետ ենք կռվել, 20 գլուխ կտրել ենք, ես ընտրություններում եմ վերջին 3 գլուխը դևի պայմանական բառից ոչ բուն իմաստով բնականաբար, պետք է կտրենք, որ այս հարցերը լուծվեն։ Ու ես չեմ ընդունում էլ որ այ ուրեմն թույլ եք եղել չեք կարողացել որովհետև այդ մաֆիան իր ինքը զուտ հայաստանյան մաֆիա չի դա Հայաստանից դուրս է շոշափուկներ ունի սրանից բխող բոլոր հետևանքները Հələ մի հատ ասում ինչ է տար մեկը չի ասում լսի ո՞նց է քո մտքով անցնում որ քո հետ 52 առնչություն ունեցող 52 մարդ կարա բարեկային ոստիկանությունում ծառայի բա մաֆիան է դա Ես ասում եմ, եթե իմանամ, որ որևէ մեծահարուստի, որևէ քաղաքական, որևէ մեկ այդ 52 հոգի անձնական առնչություն ունեցող մարդիկ կան համակարգերում ու իրանց չեն հանել գործից, նա ով պետք է դա հաներ գործից ու չի հանել, ես իրան 5 վայրկյան հետո SMS կուղարկեմ։ Շնորհակալություն հայկական ժամանակ։ Նա դե ինչ եմ բանսարկել, SMS-ով գործից հանելու։ Հաղորդակցության ձև է դա, ինչն է պրոբլեմը։ SMS-ով գործից հանելու։ Բա ինչով ասենք ենթադրենք բանը ցուլիկ պետք է մորթենք ոտերի տակ։ Սինք բաներ են սարքում, ոյ SMS-ով բան է։ Հա։
Մի ընդհատեք, հա։ Հաջորդ Կանչում եմ եւ նորմալ բոլորին տենց մարդ չկա, որի հետ ես չեմ առնչվել, կամ կարող է, գիտեք ինչ, եթե պաշտոնյա կա, ես 1, 2, 3 ազդակներ եմ տվել, որ գիտեք ինչ, ես հարցը պետք է լուծվի, վերջում կարամ SMS ուղղել, կարամ SMS չուղարկեմ էլ, կարա ինքը հեռուստացույցը միացնի, տեսնի, ինչ նախնդիրը, իսկ խնդիր կա, հայկական չէ, բոլորին չէ, որտեվ ասում եմ, հարց կա, որ 1, 2, 3, 4, եւ ես դեզ ասեմ, ես ոչ մեկին, ոչ մի պաշտոնյայի աշխատանքից չեմ ազատել մի պատճառով, ոչ մի պաշտոնյայի աշխատանքից չեմ ազատել 2 պատճառով, ոչ մի պաշտոնյայի աշխատանքից չեմ ազատել 3 պատճառով, բացառված է, որ ես մի պատճառով, տենց մի պատճառի համար, ինչ որ պատճառ կտնվի ու մարդուն ես աշխատանքից ազատ, բացառված բան է։ Առնվազն 3 շատ ծանրակշիռ պատճառ պետք է լինի, որ դա տեղի ունենա, որովհետև ես ամենայն հարգանքով եւ գնահատանքով, ընդ որում, դա չի նշանակում, որ մեկին որ աշխատանքից ազատում ես, նշանակում է ինքը ներդրում չունի, վաստակ չունի եւ այլն։ Դա նշանակում է, որ կան հարցեր, որոնց լուծման պոտենցիալը սպառվել է այդ ճանապարհով։